Ես ասացի հարցից ասացի։ Պարոն Կարապետյան, մի երկու հարց տանք գնացեք էլի։ Մենք ձեզ Երկրորդ փուլը ապահովում են, թե չէ։ Չեն արձագանքել դեռ։ ամբողջ քննարկումը այս հարցի շուրջ է։ Մանդատները վերցնել չվերցնել։ Իհարկե դուք ասել եք, որ այս իրավական գործընթացներից հետո կերևա ինչ պետք է անեք։ Լավ, ամեն դեպքում նաև ձեր կողմից թիմակիցներից նաև շատ է գալիս այս մեսիջները, որտեղ ԿՊ չունի սահմանադրական մեծամասնություն, ընդհանուր 8 մանդատ էր պետք եւ այլն փոփոխություն անելու համար վարչապետ փոխելու լավ։ Օրինակ հիմա ԿՊ-ականներն էլ այսպեսի տրամադրությամբ կա, որ կյանքը ցույց է տվել, որ ընդդիմադիրների շարքերից են օրինակ դուրս գալիս, դառնում անկախ պատգամավոր եւ հետո քվեարկում իշխանության օգտին։ Օրինակ եթե դուք մանդատները վերցնեք գնաք համարելով, որ չունի սահմանադրական մեծամասնություն, դուք վստահ եք, որ ձեր թիմակիցներից չեն միանա իշխող կուսակցությանը եւ չեն քվեարկի իրենց նախագծերի օգտին։ Դուք վստահ եք, որ ձեր կազմակերպությունում չկան արտագաղթողներ։ Իրենք են միանալու մեզ։ Ինչ վստահություն եք, պարոն Կարապետյան։ Դուք նույն վստահությամբ ասում եք, ամեն ինչ ասեմ ձեզ։ Լավ, վստահ եք, որ ձեր թիմում Գեգամ Նազարյաններ եւ Իշխան Զաքարյաններ չեն ծնվի, չեն հայտնվի։ Ուղիղ ասենք։ Նույնիսկ եթե հայտնվեն, սա իրեն չի օգնելու։ Բայց կողքից զուտ թվաբանություն ոչ մեկ չի կարող մանդատը նրանցից վերցնել։ Իրենք դուք չեք ինչ տեսակ, օրինակ Փաշինյանը պահանջում էր Աղազարյանը մանդատը վայր դնել, չդրեց։ Ուզում եմ ասել, մարդը կարող է պաշտպանել մանդատը մինչև վերջ։ Եվ միանալ ԿՊ-ին։ Դուք ձեր ցուցակի նկատմամբ ունեք վստահություն։ Չեն միանալու ԿՊ-ին, ունենք վստահություն։ ամբողջ ցուցակի համար քանի օգներ, 200 քանի օգներ չի կարծում։ Ամբողջ ցուցակի վրա, այսինքն կոպիտ ասած վստահ եք, որ կռիվներ չեն հայտնվի, առնետաբացք չի լինի։ Հիմա կարևորը պատգամավորներն են, վստահ ենք, որ չեն հայտնվել։ Պարոն Կարապետյան, կենտրոնական ընտրական հանձնաժողովից ունենք ակնկալելու եւ սահմանադրական դատարան դիմելու գործընթաց ինչպես։ Դե մենք միշտ ակնկալում ենք արդարություն, բայց համոզվում ենք, որ չկա արդարություն, դրա համար գնում ենք հաջորդ քայլի, նորից ակնկալում ենք արդարություն, շատ լավ առաջարկ արեցի այսօր, եթե ինք այդքան վստահ, որ հաղթել է, կարող ենք մի հատ էլ ապացուցենք երկրորդ փուլով, քանի որ ինքը բոլոր դեպքերում այսքան ապօրինություններից հետո չի կարող լինել լեգիտիմ իշխանություն, իսկ Հայաստանը չունենալով լեգիտիմ իշխանություն, միայն կբացի դարպասները, նորից ասեմ, ադրբեջանցիների համար, դրա համար ես խորհուրդ եմ տալիս ուշադիր լինել այդ հարցում, եթե իրենք վստահ են, որ հաղթել են, ոչ մի խնդիր չկա, մեկ ամսվա ընթացքում կազմակերպենք երկրորդ փուլ, մենք համաձայն ենք նոր ընտրություններ, եթե ոչ երկրորդ փուլ։ Ովքեր կլինեն թեկնածուները ովքեր կլինեն այդ նոր ընտրությունները, ոնց է լինելու դա Դա առաջի երկրորդ, հա։ Իսկ պարոն Կարապետյան, մի բան էլ կներեք, ձեր ասած քիչ առաջ այստեղ միջև նիստի մտնելը, որ ասացիք, այսինքն այդ 1.5 միլիոն ընտրողը մեզ խաբեցին, Փաշինյանին օգնեցին, սա մի քիչ ընթերցումների տեղիք տվեց, սամ ԿՊ-ականները շարունակում են, ասում են, 1 միլիոն ընտրողները։ դուք այստեղ ասացիք, որ հարցին լրագրողի հարցինի պատասխան, որ այդ 1.5 միլիոնը, այսինքն մեծ մասնակցությունը փաստորեն ձեզ չօգնեց, մեծ մասնակցությունը մեզ չօգնեց։ դուք ասում եք, որ փաստորեն ձեզ խաբեցին, այդ ինչ նկատի ունի, որտեղ շահարկում են արդեն Խաբեցին, մենք խաբվեցինք դրան։ Ինչու՞։ սխալ հաշվարկի Ասկամբակալու գայում մտած էր արդեն հեգմոնիա։ Ձեր ակնկալիքները չիրականացան, հա, նկատի ունեք, ձեր սպասելիքները չիրականացան այդ առումով։ Սպասելիքները չիրականացան այդ առումով, իրենց հնարավորություն տվեց, իրենց սև գործը անել։ Լավ, պարոն Կարապետյան, հիմա եթե ձեր ասած սցենարները չի լինում, հիմա եթե ձեր ասած սցենարները չի լինում, վերադառնում Դա են հենց ամեն ինչը ապացուցում, որ մեծ ընտրության ժամանակ իրենք մեծ հնարավորություն ստացան խախտումներ անելու։ Պարոն Կարապետյան, ենթադրենք ձեր պայմանները, հիմա չգիտեմ կլինի թե չէ, ենթադրենք չի լինում, արտահերտ ընտրություններ չեն լինում, դուք որպես խորհրդանական ամենամեծ ընդդիմադիր ուժի լիդեր, ձեր թիմը գնում է խորհրդարան, դուք ինչ եք անելու, դուք շարունակել եք բնականon գնալու ենք առաջ, գնահատելու ենք, հիմա դե ասեցինք, դիմում ենք կենտրոնական ընտրական հանձնաժողով, հետո կդիմենք սահմանադրական դատարան, հաջորդ քայլը կգնահատենք, որ քայլը արագ
կերացնի Փաշինյանին, այդ քայլով էլ գնալու ենք։ Ստացվեց դուք ամբողջ ընթացքում մարդկանց պատրաստեցիք հաղթանակի ձեր ընտրողներին կամ ավելի ճիշտ ոչ թե ձեր ընտրողներին, այլ Փաշինյանի դժգոհ հասարակությանը պատրաստում եք հաղթանակի, չէիք ուզում լսել պարտության մասին հարցեր եւ ստացվում է դուք խորհրդարան եք գնալու որ մենք լսեինք պարտության մասին ուժի լիդեր, ինչին Բայց պատրաստ դուք ուզեիք, որ մենք ասենք մենք գնում ենք, բայց պարտվելու ենք։ Դե օրինակ կար օրինակ Ռոբերտ Քոչարյանի նախկին ընտրությունների մասից հաղթել ենք, հետո չասած ավելի զգուշավոր էր։ Ավելի մենք գնահատում ենք մեր շանսերը։ Շատ մեծ էին բոլոր հարցումներով։ Մենք տեսնում էինք, որ մենք հաղթում ենք, դրա համար մենք վստահ էինք։ Իսկ իրենք գողացան հաղթանակը։ Այդքան բան։ Պարոն Կարապետյան, եթե երկրորդ փուլ լինի, վարչապետի տեխնացին նորից դուք եք լինելու։ Իհարկե։ Պարոն Կարապետյան, Տեխնացի։ այս զարգացումները ինչ ցույց տվեցին, դուք չեք մտափոխվել քաղաքականություն մտնելու համար։ Գիտեք ոնց, ես ասել եմ, դա իմ երազանքը չի եղել, բայց հիմա մեր հայրենիքի համար այս օրհասական պահին եւ ամբողջությամբ միակողմանի հանձնվողական քաղաքականություն է, համատարած աղքատություն է, ես իրավունք չունեմ ուրիշ բանի մասին մտածել, այս անգամ անելու ենք ամեն ինչ, որպեսզի մեր երկիրը դնենք զարգացման ճանապարհին, Քաղաքականության մեջ եք մնալու, այդպես ռադիկալ անպայման մնալու ենք ճիշտ դիրքերից, եթե մենք գնայինք ռադիկալ դիրքեր, մենք հիմա հաղթանակ կունենանք։ Պարոն Կարապետյան, Նիկոլ Փաշինյանն էր հանրային եթերում Կառավարական ընդդիմություն եք։ Ռադիկալ ինչ է նշանակում։ Դեռ ընտրության արդյունքներ չկան, էլի գործընկերներ։ Մի փոքր համբեր։ Մի հատ հայտարարենք, որ Դուս եք գալիս փողոց, հա։ Պարոն ռադիկալ Կարապետյան։ Պարոն Կարապետյան, Նիկոլ Փաշինյանն հանրային եթերում հայտարարում էր, որ դուք դեռ երկար եք մնալու Հայաստանում, նկատի ունենալով, որ Այն դատավճիռը միակ ճիշտ բանը, որ Փաշինյանը ասել է, դա էր։ Բայց դες բան է Որ ես երկար եմ մնալու Ռոբերտ Քոչարյանին, Գագիկ Ծառուկյանին, արդեն Գագիկ Ծառուկյանին սկսել է փաստացի, ասել է ու անելու եմ Ես ասել եմ, իրականությունը։ լուրջ մի ընդունեք։ ԿՊ-ի 90% արդեն իրեն լուրջ չի ընդունում։ Ինքան Մնացել լուրջ են չընդունեցին, լրագրողները։ ծառի տարավ փակել։ Իսկապես կարծում որ պետք է լուրջ չընդունել։ Ես ասում անում։ Հրանքը տալիս է կապտանում հաջորդող փակալում։ Դա ձերբակալ է, ինչի ասա։ Ասավ նրան, որ Հասավ, որ մեր- կուսացեց մարդկանց։ Ասա որ մեր երկիրը արդեն իր Տաուշի մարզը 40% աղքատություն ունի, հասավ դրան, ինչի է հասնում։ Բայց գնացին ընտրեցին, Սյունիքում ընտրեցին։ Դուք սպասում եք այս արդյունքները, դուք իսկապես 50+ հաղթանակի եք սպասում։ Ադրբեջանի մոտ է։ Ազնվության մոտ է։ Ադրբեջանի դրոշի ներքո գտնվող մարդիկ որ Չենք խապում, իրենք խապեցին բոլորին, ժողովուրդ։ Պարոն Կարապետյան, բայց ներքին հանձում մյուս տեղերում Ադրբեջանի դրոշի ներքո բնակվող մարդիկ գնացին իրենց այն տվեցին։ Եթե Այստեղ ընդդիմությունը ամիսներ շարունակ վախի մթնոլորտ մտնում ես մարդկանց մեջ, եթե ձերբակալում ես բոլոր ակտիվիստներին, բոլորին, բոլոր կուսակցություններից, մենք ինչ գիտենք, ինչ կանեն ընտրել։ կարող է ժողովուրդը սիրում է իսկապես այդ մարդուն։ Չեք մտածել Այդ այդ հարցին դուք պատասխանեք։ Սիրում եք այդ մարդուն։ Ես ԿՊ-ի առաջի 20 համարին հարցրեք, սիրում են այդ մարդուն։ Պարոն Կարապետյան, Նույնիսկ իսկ ներդրում են։ Իրեն տար։ մի բան էլ հարցնեմ ու վերջ, տեսեք այնուամենայնիվ երբ ընդդիմադիրների ձայներն են հնարում, Օգոն Մարուկյան, Արման Թափոյան, Հայկ Մարության եւ այլն։ Այսպեսի կարծիք է կա, որ ահա տեսեք, եթե ստացվեր համախմբումը, եթե ամբիցիաներից մարդիկ վեր մնային եւ հաջողվեր մեկ ճակատով գնալ, Բայց մենք ուրախ ենք համախմբում։ Դուք այստեղ օրինակ կան բաներ, որ դուք եք նայում հետևություն եք անում, որ ուրիշ կերպ պետք է Ոչ, մենք ամեն ինչ ճիշտ ենք արել, իրենք պետք է հետևություն անեն, չգերագնահատեն, կամ էլ ուրիշ իրենքով այդ մյուս ընդդիմադիրները։ փոքր ձայն հավաք, քիչ ձայն հավաքող ուժերը։ Այդ իրենք ճիշտ գնահատական տան, իրենց քայլերին, իրենց արածներին։ Հա եթե իրենք չվառեին ձայները, հիմա կունենային ուրիշ արդյունք։ Այսինքն եթե չառաջադրվեին եւ դուք Իհարկե։ հաստատ Այդ հաշտը։ Այդ հաշտը։ դրանք ձեր ձայներն են կարծում։ Իսկ դուք եք դարձնում։ Նյանից 2-3 օր
ովքեր 1%-ի շենը չեն անցնում, իհարկե բոլորը մեծ զայնին են։ Շնորհակալ։ Բոլորը մեծ զայնին են։ Կներեք, Բայց իրանց հակառուսական ձայներ են եղել ավելի շատ։